Պարոն Պապիկյան, ես այլ բան եմ հարցնում։ Տեսեք, դուք այդ վիճակագրությունը երբ վերում եք, դուք 8 տարի իշխանության եք։ Ու եթե բանակում կան գողական բարքեր, կան ինչ-որ բաներ, այս 8 տարվա մեջ ձեր պատասխանատվության ներքո չի, որ դրանք անեք։ Դուք ունեք պատասխանատվություն, այդ որ մենք չունենանք, դեռ տարին չի ավարտվել, մենք արդեն ունենք 8 տարի։ Բնականաբար ավելի մեծ պատասխանատվություն։ Մենք էլ ենք ծնող, մենք էլ ենք մայր, մենք էլ զավակներ ունենք բանակին ուղարկելու, սա ոչ միայն ազգային, անձնական նաև հարց է, ու մենք պիտի վստահ լինենք, բանակին մենք զինվոր ենք տանում, որ իրար խփեն, հետո ասեք դե գողական բարքեր են, քֆուր են դրել, բան են արել, դուք ունեք որևէ պատասխանատվություն, թե չէ այստեղ։ Բնականաբար որպես պաշտպանության նախարար ես իմ պատասխանատվության մասնաբաժինը ունեմ, բայց դրա մասնաբաժինը ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթին, բայց միշտ չէ որ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, եկեք ակցենտը միայն դրա վրա չդնենք, որ դրան վերաբերում են թողտվությամբ, մատերի արանքով են նայում այդ երևույթներին, եւ դուք որպես ծնող, ես վաղը որպես ծնող, հասկանում եք, այս հարցին մենք պիտի համակարգային մոտենանք, ուզում ենք ապրենք գողական բարքերով, այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում, որ ինչ-որ բան ընկնում է, դա անձերտալ չի կարելի, ես չեմ դրա հեղինակը, հասկանում եք, ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի, ես չեմ դրա հեղինակը, բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք, ու ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու ետևից, ամեն օր, թե դա ինչքան արդյունք է տալիս ու ինչքան արդյունք կտա, կարծում եմ 25 թվականի մեր ցուցանիշը նաև դրա մասին է, բայց ես 2025, երկու թվի մասին է խոսքը, բայց նորից եմ ասում, ես այս հարցին չեմ ուզում նայել որպես լոգ վիճակագրություն, ես առաջարկում եմ դուք էլ այս հարցին նայեք որպես ծնող, որպես քույր, որպես հասարակության մտահոգ քաղաքացի, ով էս ողջ կոմպլեքսը, հիմա աշխատանքային խումբ է վարչապետի հանձնարարականով ձևավորվել, որին մաս ենք կազմում պաշտպանության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, այլ պատկան մարմիններ, այդ թվում նաև ուժային կառույցներ, պետքա վեր հանել, հիմա երբևէ դուք հարց տվել եք Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի քանի ինքնասպանություն որպես լրագրող մտքներով տանցել է երբևէ, փորձել եք համեմատել այս թվերը մեր թվերի հետ, վստահ եմ չեք արել։ Հիմա փորձագետները խորհուրդ են տալիս միայն պաշտպանության նախարարության դեպքերը բարձրաձայնել։ Հարգելիս, բա այդ շղթայի մասին խոսում եք, հիմա մի քանի օր իրար հետևից որ դեպքեր են դնում, դա այդ շղթայի նման չի։ Համ գիտեք, որ դա հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Ընդ որում ամիս, օգոստոս ամիս, որը մարդու ամենահոգեբանորեն ընկճված ամիսն է համարվում։ Ես հոգեբան չեմ, ես դա գիտեմ հոգեբանների ասելով։ Նկատի ունեմ հիմա չգնանք մասնագիտական դաշտ։ Ես եկեք հարցին պատասխանեմ որպես պաշտպանության նախարար։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, այդ թվում նաև մնացած պատասխանատվություններին, այո, նաև պատասխանատուներ կան, որ իրենց աշխատանքը գուցե ավելի լավ կարող էին անել։ Եվ դրանք ունեցել են հետևանքներ, առաջիկայում կունենանք նաև նոր նշանակումներ։ Պարոն նախարար, դուք ըստ էության տարանջատում եք դնում խաղաղ պայմաններում բանակում զոհվածների, ես հիմա ըստ էության թվերը առանձնացնում եք, հա, ինքնասպանություն, սպանությունների դեպքերը խաղաղ պայմաններում զոհվածների մյուս թվից, արդյոք այս տարանջատումը ինչին է օրինակ, թվերը։ Ես լավ չհասկացա, խնդրում եմ։ Դուք մենակ նախարար, ես կասեմ հարցեությունը, պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որ եւ ծառայության հետ կապված եւ չկապված դեպքերը ինքնասպանությունների եւ սպանությունների թվերն եք ներկայացնում, բայց խաղաղ պայմաններում զոհերի թիվը ասում եք պետք չի։ Զոհը ինչ է կներեք էլի, զոհ տերմինը ինչ է։ Մահացողները, մահանալն ու զոհվելը նույն բաներն են։ Այսինքն ավտովթարը զոհ չի։ Քաղաքացիական բանը։ Հարգելիս, երբ մենք խոսում ենք վիճակագրության մասին, ես խոսեցի, որ կարող է մարդը հիվանդությունից, մենք գործ ունենք տասնյակ հազարավոր անդամներ ունեցող համակարգի մասին, որտեղ ծառայում են 18-ից մինչև 65 եւ ավելի նույնիսկ երբեմն տարիք ունեցող մարդիկ, ովքեր ունեն հիվանդություններ, սրտանոթային, տառապում են այլ հիվանդություններով, մեքենա են վարում, վթարվում են, վիրավորվում են եւ մահանում են։ Ներողություն, ես իմ հարցը հենց ուր եմ տանում, ներողություն էլի, դիցուկ քաղաքացի, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակում։ Իր մեքենայով վթարվում է ու մահանում է։
Իրանց տանը, ընտանիքով։ Ես դրա մասին Ընտանիքով եմ ավտարում խոսում, նույնիսկ դրան դեպքեր ունենք։ Պարոն նախարար, հիմա դուք ծայրահեղացնում եք։ Ոչ, դուք եք ծայրահեղացնում։ Չէ, կարելի է իմ հարցը։ Այո, իհարկե։ Մարդիկ ասում են, որ իրավապաշտպանները, նաև ծնողները, որ մենք բանակին երեխա ենք տալիս եւ այդ երեխաները մահանում են։ Դուք ասում եք, որ ինչու եք տարանջատում ըստ էության նվազեցնելով պատասխանատվությունը եւ ասում եք սա ծառայության հետ ինչ կապ ունի։ Արդյոք չեք տեսնում այդ կապը եւ մարդիկ բանակ են ուղարկում երեխային։ Դուք ասում եք հիվանդությունների Ձեր հարցը անկեղծ եք տալիս։ Որովհետեւ հնչում է Այդ դեպքում ներողություն եմ խնդրում։ Եթե ես այդ հարցին նայեի այն դիտանկյունից, որ դուք եք ներկայացնում, լսեք խնդրում եմ լսեք։ Ձեզ հակադարձում եմ։ Խնդրում եմ լսեք։ Եթե ես հարցին նման կերպ նայեի, ես այսօր ձեզ հետ խոսելիս, վիճակագրությունը նաև ներկայացնելիս կասեի, հարգելի լրագրողներ, սիրելի հանրություն, այդ վիճակագրության մեջ ժամկետային զինծառայողները 4-ն են։ Մնացածը պայմանագրային ու տարբեր կոչումներ ունեցող տարբեր տարիքային խմբերի զինծառայողներ են, բայց ես դրա մասին չեմ խոսել։ Ձեր հաշվարկով կամ ձեր մեթոդաբանությամբ բոլորը 18-ից 20 տարեկան երեխաներ են կամ տղաներ են։ Այդպես չի։ Ես նշում եմ, որ ձեր նշած վիճակագրության մեջ տարբեր տարիքային խմբերում գտնվող ու տարբեր պատճառներով եղած դեպքերն են, որը Պաշտպանության նախարարությունը ի տարբերություն որևէ այլ կառույցի։ Հիմա դուք երբևէ վիճակագրություն լսել եք X մարդ, հիմա չասեմ, լավ, փրկարար ծառայությունում տարեկան քանի հոգի է մահանում, ունեք նման վիճակագրություն։ Չի հայտարարվել դա, մենք պատերազմական երկրում ենք ապրել, այդ վիճակագրությունը զգայուն ա եղել, ամեն տարի այդ վիճակագրությունը ներկայացվել է, բայց նորից եմ ասում, ինչ կապ ունի Պաշտպանության նախարարը, եթե մարդը ինֆարկտից մահանում է։ Ինչ կապ ունի գլխավոր շտաբի պետը, եթե մարդը իր մեքենայով վթարվել է։ Իսկ եթե 5 տարի նույն ինքնասպանության հասցնելու դեպքերը չեն նվազում, նախարարը կապ չունի, դուք չեք իրականացնում պաշտպանական քաղաքականություն։ Դուք լսեցիք վիճակագրությունը։ Այո։ Իմ նշած վիճակագրությամբ 2025 թվականին այդ դեպքերը դարձել են 2։ Ես շնորհակալ եմ ձեզ հարցի համար։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք բարելավել եք իրավիճակը։ Ես պատասխանեցի ձեր հարցին, ես շարունակելու եմ հետևողական այդ ոչ թե թիվը դեպքերը պակասեցնելու ճանապարհով գնալ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, դուք խոսում եք բանակի հեղինակությունից, բայց այս տեսեք, դուք խոսում եք բանակի հեղինակությունից, ես հիշեցնեմ ձեր այս այցերից լուսանկարներ, որտեղ դուք կանգնած եք եւ զինվորականը այսպես բաց ձեռքերով գոտին այսպես կիսաարձակած, մի քիչ ոչ պատշաճ տեսքով է ձեզ դիմավորում, այստեղած սինգլխարկը չէր դրել ռազմականի պետը եւ այլն, ու այսպեսի շատ դրվագներ կան, առհասարակ բանակից տեղեկություններ կան, որ այն սպայական անձնակազմը, որը ունենք նախկինում լավ կամ վատ, բայց ունենք որակյալ սպայական անձնակազմ, որոնց հանդեպ հարգանք կար եւ նաեւ զինվորները 18 տարեկան 20 տարեկանները իրենք հարգանքով են վերաբերում այդ սպաներին, իսկ հիմա այդ հարգանքը չկա եւ այդ առումով արժե զրկվել է բանակի դերն ու նշանակությունը իդեմս նաեւ սպայական անձնակազմի։ Շատը դրա համար են ձեզ քննադատում, այս մասով ինչ կասեք, նաեւ վարժական հավաքների մասով ես էլ ծանոթներն ունեմ, որ գնում գալիս են այնպեսի բաներ են պատմում, որ ես չգիտեմ պետական գաղտնիք է թե չէ որ հրապարակենք, բայց իսկապես լավն էլ կա, բայց բարձի թողի վիճակ են պատմում, ընդ որում ասում են կոռուպցիոն սխեմաներ են գործում այդ դիրքերում շատ պարոն Թորոսյանի դիմել եմ, ես շփվում եմ բարբերաբար, դա չի հարցը։ Ես փակենք, մենք չենք լսել, որ ինչ որ բան որ բարձրաձայնեք, պարոն Պապիկյան։ Այսինքն այդ մասով նաև որ ձեր սպաներից մարդիկ կան, որոնք որ ուտելիքների մնացածի վրա լավ փող են աշխատում, որ վերահսկողություն չկա, բարձի թողի վիճակ է, ուղարկում եք դիրքեր տերելնող չկա եւ այլն։ Սրա մասով առանցի, մեկ էլ դուք որ խոսեցիք գողական բարքից, գուցե սա ձեզ համար շատ տհաճ թեմա է, բայց ես հիշեցի տարիներ առաջ մամուլում մի հրապարակում ձեր մասին, որ դուք ձեր ծառայության ընթացքում դանակահարել եք ձեր ծառայակցին, հետո դատական գործ է բացվել եւ այլն։ Այ եթե դա իսկապես ճիշտ է այդպես եղել է, դուք օրինակ այդ ժամանակ գողական բարքերով եք առաջնորդվել, այս ժամանակ էլ կային, հիմա էլ կան, փաստորեն այս տարիների ընթացքում 10 տարվա ընթացքում բան չի փոխվել։ Ես ծառայել եմ ռուսական բանակում, այնտեղ ընդհանրապես գողական բարքեր գոյություն չունեն։ Բայց բանակարարության դեպքում չի մարդին եղել։ Այնտեղ կան երկու ազգության մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Որոշ դեպքերում, այդ թվում նաեւ միջանձնային եւ անձնական հողի վրա անհամաձայնություններ առաջացել են, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հնչած մեղադրանքներին, ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել,
նշանակալության մաս։ Եվ այո, ես նման բան չեմ արել։ Եվ հիմա դա չեմ շարունակում եմ ձեր նախորդ հարցը։ Ուրեմն ես խորհուրդ կտամ զերծ մնալ մեր սպաներին անվանարկելուց, էլի, խնդրում եմ։ Եթե ունեք կոնկրետ դրվագներ, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր այդ թվում նաև ուտելիք գողացող սպաների մասին։ Մի հատ անուն տվեք ուղակի ու տեսեք, եթե դա ճշմարտություն է, ինչ է լինում այդ մարդու հետ։ Գուցե ուղիղ սպաչի հրամանատարական կազմիչի Հրամանատարական լավ թող ենթասպա լինի։ Դուք անունը տվեք։ Ես պատրաստ եմ դիմել ռազմական ոստիկանություն, թող բացահայտում լինի, քրեական գործ լինի, մեր գործընկեր լրատվականներից մեկն էլ իմ նկարը դնի, ասի բանակում բենզին են գողանում։ Որտեղ գողանում էլ հավելագրում են անում, ասում են ավելորդ։ Իբր ես եմ բենզին գողացող։ Չէ, վերում դիրքերում լսնում են, որի բանը չկա, գուցե այնտեղ այսինքն ավել են։ Եվ շարունակությունը։ Դրվագը, որի մասին խոսում եք, ուրեմն ես մտել եմ զորամաս անսպասելի։ Որպես կանոն, եթե ես մտնում եմ X զորամիավորում, առաջին 2 զորամասը հաջողվում է անսպասելի մտնել, նրանից հետո բոլորը պատրաստ են ելնում։ Իսկ երբ անսպասելի մտնում ես, մանավանդ խոսում եք նորակոչիկ ժամկետային զինծառայողների մասին, որոնք զորակոչվել էին նախորդ օրը։ Ես անսպասելի մտել եմ, իրենք ճաշարան էին գնում, շարքի առաջ կանգնած, բնականաբար կարող էր ունենալ նաև այդ տղան թերություններ։ Հիմա ես ասեմ, գիտեք, ես պաշտպանության նախարար ես եկել եմ, դա ինչ կուլտուրա է, ինձ ոնց են դիմավորում, բոլորը զգաստու ռեմենները ձգեք, գործ ունենք, ասում եմ, 1 օր ծառայող տղերքի հետ։ Հա, ես տեսել եմ այդ քննադատությունները, բայց հարկ չեմ համարել դրան պատասխանելու, որովհետև այնտեղ մեղադրական որևէ բան չկա։ Շատ լավ է, որ ուշադիր է մեր հասարակությունը եւ պահանջում է կարգուկանոն։ Ես էլ եմ պահանջում կարգուկանոն ու հետեւական եմ լինելու, որ կարգուկանոնը շարունակաբար ավելի ամրանա։ Մի բան էլ ճշտեմ։ Եվ շնորհակալություն։ Բան էլ ճշտեմ։ Ճամբարակի Համեցեք։ այդ մարդիկ զինվորներ ինչու են փողոցում։ Դրանով կա եւ ծառայական քննություն եւ քննություն, որտեղ եթե պատասխանատուներ կան, անպայման պատժվելու են։ Համեցեք։ Չէ, բայց ցախից հետո Եթե հարց չունեք, բայց հետո լրացուցիչ կտամ, Պարոն նախարար, մենակ խնդրում եմ փոխանցեք այս կողմ։ Դուք ներկայացրիք թվերը 2016 թվականից հետո մինչև 2026 թվականը։ Հետո սկսեցի 95-ից, որտեղից վիճակագրություն կա, ես 50-80 դրանց մասին լսեցի, բայց տեսեք 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, երբ որ դուք ընթերցեցիք, հետ պատերազմյան շրջան էր 8-10 թվերը, եթե ես ճիշտ եմ հիշում, բայց հիմա շատ ավելի շատ է, քան հետ պատերազմյան շրջանում։ Դուք այդ ամեն ինչը ինչով եք բացատրում եւ դուք ունեք օրինակ վիճակագրություն ինչով է պայմանավորված, որ հիմնականում առաջին, երկրորդ եւ 5-րդ բանակային կորպուսներում է տեղի ունենում այդ սպանությունը։ Օրինակ ձեզ հետաքրքրել է գրեթե 3-րդ բանակային կորպուսի վերաբերյալ մենք նման օրինակ դեպքերի ականատես չենք լինում, բայց նաեւ դուք խոսեցիք, նշեցիք քննություն է ընթանում, մամուլին պարբերաբար հերքում եք հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ, որ հակագազերով չեն եղել, սխալ կեղծ տեղեկատվություն է։ Հանրությունը ի վերջո ուզում է իմանալ, թե ինչու են զինվորները ժամը 9-ից հետո եղել զորամասի տարածքից դուրս եւ ձեր թույլտվությամբ վերջին հարցը Արամ Հովանեսյանը, որը նշանակվեց ռազմական ոստիկանության պետ, ով է ձեզ առաջարկել իր տեխնատությունը եւ դուք նրա վերաբերյալ հրապարակումներին ծանոթ չեք, ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ եւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, որը չնայած վերջերս է նշանակվել, ազատվելու է պաշտոնից թե ոչ։ Ով? Երկրորդ բանակային կորպուսի Սիմոն Նազարյանը։ Ոչ, չի ազատվելու Սիմոն Նազարյանը, առհասարակ կորպուսի որևէ հրամանատար այս պահին չի ազատվելու, որովհետև ես կորպուսի հրամանատարների պատասխանատվություն այս փուլում չեմ տեսնում։ Որ պահին կտեսնեմ, այդ ժամանակ կներկայացնեմ երկրի ղեկավարին։ Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության պետի նշանակմանը, Հայաստանի Հանրապետությունում կան կառույցներ, ովքեր զբաղվում են ձեր կողմից նշված հակակոռուպցիոն գործերով։ Եթե այդպիսիք կան ու հիմնավոր են, վստահ եմ, որ մինչ օրս դրանց մասով կլինեին գործողություններ։ Ես պարոն Հովանեսյանին ճանաչում եմ որպես պատվախնդիր սպա, Հայաստանի Հանրապետությանը մշտապես ծառայած մարդ եւ կարծում եմ որպես ռազմական ոստիկանության պետ նա դեռ իր խոսքը կասի։ Իսկ իր տեխնատությունը ձեզով է առաջարկել։ Կարգը այսպես է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը միջնորդությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչապետը ներկայացնում է նախագահին։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Ես ավարտել զոհ ունենք, հրապարակը գրել է, որ այսօր էլի եւս մեկ զոհ կա։ Սրա մասով
Պարզաբանեք։ Պատիկյան ճամբարակի մասով չեք պատասխանում։ Ասին 37 տարեկան մարդը ինքնասպանություն է գործել բանակում հենց որ հրապարակ։ Ես կպարզեմ հրապարական հանդես։ Ճամբարակի մասով այդ քննությունը